Ակնհայտ է, որ մենք խնդիր ունենք մեր երկիրը դուրս բերելու Ռուսաստան արևմուտք հակամարտությունից։ Ակնհայտ է, որ մենք խնդիր ունենք լուծելու տնտեսությանը սպառնացող լրջագույն ճգնաժամը։ Ակնհայտ է, որ մենք կարիք ունենք խոշոր տնտեսական ծրագրերի։ Ակնհայտ է, որ մենք պետք է պատրաստ լինենք տարածաշրջանային խաղաղության փուլերին։ Պատրաստ լինենք մեր ծրագրերով, մեր առաջարկներով եւ ոչ կամ այո ասելու մեր վճռականությամբ։ Ակնհայտ է, որ մեր շուրջ անհանգիստ է եւ մեր հարևան Իրանը փաստացի գտնվում է պատերազմի մեջ։ Ակնհայտ է, որ ցանկացած պահի, ցանկացած պատրվակով իրադրությունը տարածաշրջանում կարող է լարվել։ Ակնհայտ է, որ պետք է լուծումներ գտնենք ներքին պառակտումը մեղմելու վերացնելու համար։ Ինձ համար ակնհայտ է, որ Հայաստանը եւ հայկական աշխարհն ունեն բավարար պոտենցիալ այդ բարդագույն վիճակից դուրս գալու եւ երկիրը զարգացման ճանապարհով տանելու համար, բայց դրա համար անհրաժեշտ է մեկ պայման՝ ներքին համերաշխություն։ Օգտվելով այսօրվա ընձեռած առիթից անկախության հռչակագրի 36-րդ տարվա կապակցությամբ ուզում եմ իմ ողջույնը հղել Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցներին։ Իմ ընկեր Ռուբենին, իմ ընկեր Բակոին, իմ ընկեր Արկադիին, իմ ընկեր Լևոնին, իմ ընկեր Դավիթին, իմ մյուս բոլոր ընկերներին ու հարազատ մարդկանց, որոնցից ոմանց անձամբ չեմ ճանաչում։ Նրանք բոլորը անկախության հռչակագրի եւ Հայաստանի հարատեվության գաղափարի կրողներն են եւ մեր ժողովրդի արժանի զավակները, որոնք այսօր զրկանքներ են կրում անազատության մեջ։ Ես ուզում եմ հույս հայտնել, որ այս ծանր շրջանը շուտով կավարտվի եւ Հայաստանի ճակատագրով իսկապես մտահոգ մարդկանց համար կսկսվի նոր լուսավոր շրջան։